Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստելու ենք կանաչ ցիտապետուղով բրուսկետա, որը շատ հեշտ է պատրաստվում, մի քանի պաղաթրիչներ իրար բլենդ ենք անելու ու այդ խրխտան բագետների վրա քսելու ենք ու ունենալու ենք մի հատ համեղ նախուտեստ։ Ամենասկզբում ինչ ենք անելու, արդեն տեսնում եք, որ ստեղ ունենք բագետ, ստեղ ունենք կանաչ ցիտապետուղ, ես սիրում եմ կանաչ ցիտապետուղի հետ, բայց եթե ուզում եք սև ցիտապետուղով անել, կարող եք։ Ունենք կանաչ ցիտապետուղ, առանց կորիզի կամ առանց կուտի, ստեղ ունենք cream cheese կամ սերուցքային պանիր եւ կարող եք օգտագործել կատնաշորային եւ ֆետա պանիր իրար հետ միքսած։ Ինչ եմ ասում կատնաշոր եւ ֆետա, որովհետեւ կատնաշորը ունենք այդ իրա հadouk սննդարար արժեքները եւ համը, որը կոմֆորտ է, եւ ֆետա պանիրի քրեմային վիճակը եւ աղիությունը։ Այդ երկուքը բալանսավորվում է ու համով պանիր ենք ստանում։ Ստեղ ունենք ազատ քեղ, այսինքն մաղդանոս, մի փունջ, մի փոքր փունջ օգտագործելու ենք, կես հատ լիմոն ենք օգտագործելու, որովհետև այս տեսակ պաստաներ, որ մենք սարքում ենք, անպայման պետք է մի քիչ սենց սիտրուսային բան ավելացնենք, որ այդ համերը սաղ բացի։ Եթե հիշեք, կամ կարող եք օգտագործել լիմոնի հետ, կամ կարող եք օգտագործել կացախ։ Ստեղ ունենք 3 բջեղ սխտոր, սխտորի սիրարների համար կարող է ավելանալ այդ սխտորը, այսինքն դառնա 3-ը 4, 5, իսկ չի սիրողների համար կարող է իջնի եւ նվազի եւ դառնա 2 կամ 1։ Հետ չեմ ասի, այսինքն դենց չանեք, որ ընդհանրապես սխտոր չավելացնեք, մի հատ կոնե ավելացրեք։ Այսօր պատրաստելու ենք կանաչ ցիտապետուղով բրուսկետա։ Մեզ հարկավոր է 1 բաժակ կանաչ ցիտապետուղ գուդերը հանած, 200 գրամ սերուցքային պանիր, կամ կարող եք օգտագործել կատնաշոր եւ ֆետա պանիր, փոքր փունջ ազատ քեղ, մաղդանոս եւ կես հատ լիմոն, մի հատ բագետ հաց, մի քիչ նուր ենք օգտագործելու զարդարելու համար, 3 բջեղ սխտոր, համեմունքներից աղ, բղբեղ եւ ցիտապետուղից հետ։ Կարող ենք արդեն հացից սկսել, ես մի 4 սլայս է պետք ինձ վերցնեմ, այսինքն ստեղից կդրում եմ ու արդեն մի թեթև ցիտապետուղից հետ եմ դնում ու ուղարկում եմ ջերոց, մինչ այդ մենք արդեն մեր պաստան ենք պատրաստում։ Այսինքն մեր տատախը, որովհետև ինքը ոնց որ սոսի նման կամ հումուսային, հումուսը գիտեք, հումուսի պես ինքը paste է լինելու կամ պաստա։ Ասի 3-րդն է եւ կարող ենք 4-րդը կդրադել ու արդեն ուղարկել ջերոց։ Հաստություններն եմ նայում եւ քանի որ էսի հաստ եմ գդրած, կուղարկեմ մեզ ու մի քիչ հավասար ետ մի հատ կգդրեմ, որպեսզի ունենանք համաչափ հացիկներ։ Այստեղ մի թեթև ցիտապետուղից հետ եմ դնում։ Մի թեթև աղ եւ բղբեղ, այս մարանիկի դարաները այնքան հարմար են ու շատ ուրախ եմ, որ Made in Armenia դարաններ ունենք։ Okay, դնում ենք ուղարկում ենք ջերոց։ Մի հատ այստեղ հավաքենք, մաքրենք սավայով եւ ետ վերադառնանք, որպեսզի ցիտապետուղի խառնուրդը պատրաստենք։ Քամում եմ։ Պատրաստենք, որ հետո արդեն ամենը իրար հետ խառնելուց ամեն ինչ մեր ցերքի տակ լինի։ Միշտ հիշենք, որևէ մեկ պատրաստած ժամանակնից, որևէ մեկ ուտեստ, ամեն ինչ մեր դիմացում ունենանք, այսինքն դրան ռուսերենով զագադովկա են ասում կամ կարող ենք ասել ֆրանսերենով maison plat, դա նշանակում, որ դու ամեն ինչ ցերքի տակ պատրաստած ունենաս ու հետո խառնես։ Տենց չի լինի, որ ինչ որ մի հատ բանը սկսես ու էդի չգիտեմ ինչ որ մեկ բահրանն է, այնի սառնարանն է, թե էդի չէ գտրտված։ Դրա համար ավելի հեշտացում է մեր գործը։ Միշտ պատկերացնում ենք ինչ բաղադրիչներ ունենք, այդ ամեն մեկ բաղադրիչը ինչ վիճակով պետք է օգտագործենք, եթե գդրադելա, գդրդում ենք, եթե մանրացնելա, մանրացում ենք եւ այլն, ու հետո արդեն հեշտացում է մեր գործը։
Ես որ գնացել եմ Ֆրանսա, Ռից Պարիզ սովորել եմ, կարճ ժամանակաշրջանով խաղարարական դասընթացք եմ արել, ուրեմն այնտեղ ամեն ինչ տենց էր։ Չի կարելի ինչ որ գործը սկսես ու դու քո ցերքի տակ ամեն ինչ ես պատրաստած։ Ու դրանով գալիս է քո պրոֆեսիոնալիզմը։ Բլենդերը միացնում եմ։ Սկզբում ավելացնում եմ ցիտաբտուղը։ Մի հատ կթալ։ Ավելացում ենք քրիմ չիզը։ Ավելացում եմ լիմոնի հյութը։ Ազատ կեղը։ Սխտորները իմ ամենասիրած։ Մի թեթև բողբեղ։ Շատ թեթև։ Աղը շատ քիչ ենք դնում, որովհետև իմ քրիմ չիզս արդեն նորմալ աղիություն ունի։ Մենք խառնելուց հետո եթե զգացինք, որ աղի պակասություն կա, կարող ենք ավելացնել։ Միշտ ավելի լավ է չավելացնենք, քան ավելացնենք։ Քան որ ավելացնելը միշտ հետո ամեն ինչ հեշտ է լինում։ Մի կաթիլ սիրաբդղից հետ եմ դնում։ Էս իմ համար մի կաթիլ էր, այո։ Առաջ որ խառնենք, գնանք մեր հացիկները բերենք։ Հələ մի հատ նայեք քույնը։ Մեր օպերատոր Վահակը որ չի լիներ, սենց բան չէինք ստանա։ Հիմա մի հատ լսեք։ Չեք եմ անում, բայց ուզում եմ մեր սակոն կա և մոդիգեն չեք անենք։ Այ։ Հիմա շարունակում ենք։ Մի քիչ ցիտաբտղից հետ ավելացնում ենք այս էթափին, որպեսզի կարողանանք ավելի լավ բլենդ անել։ Մի քիչ լեմոն տնեմ։ Սպատուլա պետք է։ Միշտ որ դենց է լինում, մի քիչ սենց օդ ենք տալիս, խառնում ենք, որովհետև այդ մասնիկը, որ պետքա ներքևում չի լինի, ինքը հավաքվում է, դրա համար չի տուղում։ Սո մեկ հատ որ խառնում ենք, սաղ օքեյ է լինում։ Ես աբահովեր եմ մեր մատուցման ափսեն, այսօր ես եմ օգտագործելու Թոնյանայից։ Հիմա ուզում եմ ես հիթադարկել մի տեղ, որ ավելի գոգիկ աշխատենք։ Այսպիսի փեստ ենք ունենալու։ Կանաչ գույնի, vibrant, refreshing, այսինքն թարմացնող և vibrant-ը երևի չէի իմանա ոնց ասեի հայերեն։ Ուրեմն, այսպես paste-ն վերցնում ենք,
ու ավելացնում ենք մեր հացիկի վրա։ Ինքան հետաքրքիր է, համնել է հետաքրքիր, քույնել է հետաքրքիր ու անպայման այդպես խրխտան հացով կպատրաստեք, շատ համով է։ Իսկ որ սև ցիթապտղով անեք, ինքը մի քիչ մուկ է լինում, այդ էլ է շատ հետաքրքիր, կարամ մի օր սև զեյթունով պատրաստեմ։ Կարող եք ինձ գրել ու ես ձեր ցանկությունները կիրականացնեմ։ Ասել եմ։ Նուրերը շարենք։ Կարող ենք ուղղակի անել, այսինքն սենց։ Ես նուր եմ ընտրել, բայց կարող եք դուք ուրիշ ինչ-որ քույնի բան ընտրել, կարող եք լոլիկ դնել, բայց ես նուրին համնել եմ սիրում այստեղ, քույնելը եւ վիճակը, այդպես փոքր-փոքր։ Իմիջայլոց մենք արդեն ցեզ ասել էինք, որ կամաց մենք ամանորյա բաղադրատոմսեր պիտի պատրաստենք, բայց արդեն ասի մեզի ցեզի warm-up ենք անում, այսինքն ցենց տակացնում ենք, կամ որ էս էլ կարող եք ամանորյան, գիսա ամանորյա համարել, որովհետև կանաչով կարմիր է։ Ոնց տեսնում եք, եթե ուզում եք տենց հետաքրքիր բրուսկետա ավելացնել ցեր սեղանին, կարող եք այս ավելացնել։ Իմիջայլոց ինչ կարող եք անել, կարող եք սլայսները, այսինքն հացի տենց շերդերը տնեք մի կողմ կարմրացրած, ու ստեղ ունենաք մի հատ տենց դիպ կամ թաթախ, քանի որ գիտեմ Հայաստանում գնում գալիս են հյուրերը, so այն առաջի պարտին որ գալիս է կգսեք ուտե, հետո կգնան, հետո մույսը որ գալիս է կգսեք ուտե, տենց չի լինի, որ տենց բրուսկետաները մնա մի քանի ժամ։ Ճիշտ եմ հասկանում ձեզ, ես գիտեմ։ Ինձ համար նորություն էր իմիջայլոց, որ Հայաստանում մեկանք արդեն 15 տարի աստեղ եմ, այն վիճակը, որ ամեն վարգանից որ հյուր պետք է կա կամ դու ամեն ինչ նույն օրվա մեջ պետք է եւ գնաս եւ հյուր ընդունես, այդ ճիշտ ասած չէի հասկանում, ինձ այդքան դժվար էր, որովհետեւ ես հյուր պետք է ընդունեմ, այնքան սենց խարի վիճակով եմ լինում, նույն վիճակով չեմ կարա լինի սենց հակված, ճկված հյուր գնալու։ Դրա համար ես սիրում եմ դու այդ օրը որ հյուր ես ընդունելու, քան ու մի քանի հյուր շատ չէ, ուրիշ հյուր ու ուրիշ օր էլ դու գնաս, որպեսզի վայելես այդ անուշուկությունը, այդ համովությունը, հանգստությունը, որով այդ օրն էլ հոգնած կլինես։ Ոնց որ դու շատ հոգնել ես սեղան գցելուց, մի հատ էլ գնաս ուրիշտեղ, չգիտեմ, ոնց։ Anyway, շատ բաներ խոսացի, շատ կյանքից պատմություններ պատմեցի, գիտեմ, կարող ենք արդեն մատուցել։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր նախուդեստը պատրաստ է, կարող եք պատրաստել ձեր ընտանիքի համար, ձեր հյուրերի համար, սպասեք ամանորի սեղանին սուրպրայզ անել, անագնգալ ձեր հյուրերին, ոնց կուզեք։ Բայց ինքը իմացեք, որ ես արդեն անհամբեր եմ փորձեմ, բայց իմացեք, որ ինքը մի հրաշք համադրություն է։ Անշուշտ միջև փորձելս հիշացնեմ, որ չմոռանաք հետևել մեր էջերին Facebook եւ Instagram, Համիկ Ախնիկ եւ պատճառնորդակրվել մեր YouTube-յան ալիքին, որովհետեւ պատճ չթողնեք ոչ մի համով բաղադրատոմս։ Ոնց ենք ուդում, ես այդ եմ մտածում հիմա։ Քանի որ այս կարամ մի հատ վերցնեմ եւ տանակով կտրեմ։ Ցայնա։ Բայց մի հատ եմ կտրում։ Հույսով եմ գստացվի հեշտ ուտելը։ Գնացինք։ Oh my god։ Շատ ամով։ Չեք պատկերացնի, զեյթունը ոնց է քրիմ չիզով կամ այդ բանրային զանգվածքի հետ ինքը դարձել է մի համովություն, որը չեք պատկերացնում, լիմոնի հյութը ավելացրել է, իրենց հենց համերը բացում է, ցիտաբտղից հետ հարստություն է դվել։ Ահա, 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 ահա,
Շատ համով է։ Նուրն էլ է իրականում իրեն ամբողջացնում, ասեմ ցես։ Եվ իհարկե Ազատ Գեղը Մաղդանոսը թարմացրել է ավելի։ Մի խոսքով այնքան համով է, անպայման պատրաստ եք եւ չմոռանաք գրել ինձ, եթե հավանել եք ու եթե սիրում եք այսպիսի հեշտ պաղաթադոմսեր։ Իհարկե ամեն օր մեզ սպասեք ժամը 9-ին եւ ժամը 17:00 Կետրոն TV-ի եթերում։ Մենք ամեն օր խոստանում ենք, որ մի համովություն, մի նոր համովություն ցեզ ցույց տանք եւ դուք էլ պատրաստ եք ձեր ընտանիքի համար։ Բարի անխոժակ։